Օրն աշխատանքային է, սակայն փաստաբանների մոտ տրամադրությունն ամենևին էլ աշխատանքային չէ։ Հանրային պաշտպանի գրասենյակի մոտ խմբված լոռեցի փաստաբանները գործադուլ են անում։ Կարեն Թումանյանը նիստի չի գնացել, զանգերին պատասխանում է մերժումով։ Բողոքի հասցեատերը արդարադատության համակարգն է, կոնկրետ Վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը սահմանադրության փոփոխությունից հետո ստանձնել է իրավունքի դատարանի դերը եւ պետք է իրավունքի մարդու իրավունքների վերաբերյալ տա կոնկրետ գնահատականներ գործերով։ Իսկ Վճռաբեկ դատարանը այդ իր լիազորությունը օգտագործում է իր հայացողությամբ ընտրելով գործեր, որոնց կարելի է ընդհանրապես իրենց ցանկությամբ գնահատական տալ։ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Կարինե Գասպարյանն ասում է, համբերության բաժակն արդեն լցվել է։ Վճռաբեկ բողոք ներկայացնելիս արդարացի բողոքը չի բավարարվում, շատ դեպքերում անգամ վարույթ չի ընդունվում եւ սա դարձել է օրինաչափություն։ Երբ որ նախադեպը վկայակոչում է, որ ժամանակին այսպիսի գործով նախադեպ է եղել եւ նմանատիպ գործ է, սակայն արդյունքը չկա։ Ես կարծում եմ, որ դրանով կորչում է հավատը արդարադատության նկատմամբ, հավատը պաշտպանի նկատմամբ, հավատը պաշտպանական ինստիտուտի նկատմամբ։ Իսկ մենք սպասարկում ենք քաղաքացիների, ում նկատմամբ մենք ունենք պատասխանատվություն։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ ցավով նշում է, որ բողոքի այս ծայրահեղ դրսևորմանը հասել են ճարահատ, մինչ այս նույնիսկ ցույց են կազմակերպել Վճռաբեկի առջև, սակայն բողոքը մնացել է անպատասխան։ Հուսով են այս կերպ ձայնը լսելի դարձնել դատական համակարգին, նաև հանրապետության ղեկավարությանը։ Մենք Վճռաբեկ բողոքներ ենք բերում վկայակոչելով, որ այ տեսեք, ձեր հայտնած իրավական դիրքորոշումը անտեսել են, արհամարել են, կոպիտ ասած թքած ունեն ձեր արտահայտած իրավական դիրքորոշմանը, բայց Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վերադարձնում է եւ չպատճառաբանելով։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ դատական համակարգի հանդեպ հասարակության հավատը հավասարվել է 0-ի։ Նույն ցավն է տանջում նաև Ալավերդի եւ Ստեփանավանցի փաստաբաններին, ովքեր եւս միացել են գործընկերներին։ Վճռաբեկ դատարանը կամայականորեն վարույթ չի ընդունում եւ չի էլ պատճառաբանում վարույթ չընդունելու որոշումը։ Մեկ տարվա ընթացքում երևի 4 գործով Վճռաբեկ դատարանը ես դիմել, մեկ գործով վարույթ է ընդունվել, դիմել եմ Վճռաբեկ դատարան եւ վարույթ ընդունվելը մերժվել է։ Լոռու մարզի փաստաբանների համակարգող փաստաբան Ադելինա Հակոբյանը Վճռաբեկ դատարանի գործունեության մասին խոսելիս չի վարանում գործածել արատավոր բառը։ Հանրապետության բոլոր փաստաբաններն անընդհատ հանդիպելով նման մոտեցման ի վերջո հասկացել են, որ Վճռաբեկ բողոք գրելն առհասարական իմաստ է։ Հակոբյանի խոսքով Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանն ունի շաբլոն մոտեցում։ Ընդամենը փոխում են անուն-ազգանուններն ու վերադարձնում առանց պատճառաբանության։ Մի անգամ իմ գոլեգաներից մեկը զուտ ստուգելու համար բողոքի մեջ նշել է մեկ այլ անուն-ազգանուն, որպեսզի ստուգի տեսնի արդյոք կարդացվում են այդ Վճռաբեկ բողոքները, ինչպես գրվել է, առանց անուն-ազգանունը փոխելու, հենց այդպես էլ վերադարձվել է։ Այսինքն մենք հասկացել ենք, որ այդ բողոքները ընդհանրապես չեն էլ կարդացվում։ Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբանները երթով գնացին դեպի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այստեղ էլ խաղաղ ցույց արեցին, բանավոր հղեցին իրենց ուղերձը, վճռական են տրամադրված, ասում են պայքարելու են մինչև վերջ։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։